ուժը։ Ասեք դուք շատերն ասում են ինչ տարբերություն կարգալույց է թե ոչ։ Շատերը ոչխար են։ Քիչերից հարցեր են։ Դե եսա քիչ է դուք եք ասեք։ Առաջին ձմեռ պապը Երևանի փողոցներում։ Եղանակը դեռևս ձմեռային չէ, բայց արդեն նոր տարվա տրամադրությունը զգում ենք։ Բարև ձեզ։ Ես լրագրող եմ։ Մի փոքրիկ հարցում եմ անում եկեղեցու մասին։ Նախատեսվում է, որ վարչապետը պետք է Գյումրի գնա։ Ես ուզում Երևանում էլ հասկանամ մարդկանց տեսակետ, ինչ է կարծում։ Կզեղչվի Հայրապետի անունը, ինչպես կվերաբերվեն գյումրեցիները, որոնց Զեղչվի։ Զեղչվի, այսինքն հանվում է Հայրապետի անունը պատարագից եւ կհաջողվի նաեւ Գյումրիում իրականացնել այդպիսի պատարագ, որ անունը չհնչի Հայրապետի։ Դեռևս հաջողում է, իսոմը կհաջողում։ Ամենուր։ Ուղղակի Գյումրիում Միքայել Սրբազանը Գյումրիից է։ Ես ինչքան գիտեմ, այսինքն այդ Միքայել Սրբազանը հիմա ուր է։ Կարծում եմ սխալ կլինի, Հա։ եթե չհնչվի։ Սպասենք տեսնենք։ Սպասենք։ Իսկ ընդհանրապես գնում եք պատարագի, ինչպես եք վերաբերվում, հա։ Գնում եմ իհարկե, ես գնում եմ, այո։ Մեզ մոտ Ժամանակ առ ժամանակ գնում։ Հա, ժամանակ առ ժամանակ։ Շնորհակալ եմ, որ կանգնեցիք ու պատասխանեցիք իմ հարցերին։ Ես շնորհակալ եմ, որ հարցեր տալիս։ Հաջողություն ձեզ։ Հաջող։ Իրականում հարցումներ հարցախույզ իրականացնելը փողոցներում այնքան էլ հեշտ չէ, բայց երբեմն մեզ հանդիպում են այնպիսի զրուցակիցներ, որոնք իրենք էլ են շնորհակալություն հայտնում հարցերի համար եւ ուրեմն ամեն ինչ կորած չէ, կարելի է նույնիսկ այս երիտասարդներին էլ հարցնել, չի կարելի։ Նրանք էլ են շնորհակալ առանց հարցեր լսելու։ Այո, հարցումները դժվար են, բայց անհնար չեն, ճիշտն ասած։ Եվ ահա այս կանանցել ես կմոտենամ, որովհետև մի քիչ հասուն տարիքի մարդկանց հետ եմ ուզում խոսել։ Բարև ձեզ։ Գիտեք, մի հատ այսպես բլոգ է սա, եկեղեցու մասին։ Եկեղեցու։ Այո, եկեղեցուն պարակտված է, եկեղեցին պարակտված չէ, ինչ եք մտածում այս պատարակների մասին։ Չէ, ես ոչ մի բան ցավը տանեմ, այդ բաներից չեմ հասկանում։ Ինչի՞ չեք հասկանում։ Դե հայ քրիստոնյա եք։ Դուք էլ չեք հասկանում։ Ես վստահ եմ, որ դուք հասկանում եք։ Եվ եթե հասկանում եք, պետք է ասեք երևի։ Այն ինքը ազնվորեն ասում է, որ շատ մարդիկ կան, որ չեն հասկանում, բայց մի բան ասում են։ Այս կինը ազնվորեն ասում է չեմ հասկանում։ Իսկ դուք հասկանում։ Ոչ մի աստծո ծառայողին երկրային ոչ մեկ իրավունք չունի դատելու։ Այսքանը Ընդհանրապես դա այդպես է, դա այսպես աքսիոմատիկ է, որ չարժի դատել, եթե դու դատավոր չես եւ չկա այդտեղ աստվածված մեղք, բայց մենք տեսնում ենք, որ դատում են սրբազանների եւ կարգալույծ են անում կաթողիկոսին, այսինքն կատարվում է ինչ ասես։ Հիմա խնդրում եմ մի վայրկյանից կանգնենք, որտեղ մոր դժվար է դες խոսել։ Ինչ կարծիքի եք կաթողիկոսի անունը այդ զեղչվող, հանվող պատարակների մասին։ ես չեմ ընդունում։ Ոչ մեկ իրավունք չունի նրա անվան մասին, նրա անվան շուրջ զրուցելու անգամ։ Այսօր մի քահանա եւս կարգալույծ է։ Աստծո գործն է, նա պիտի դատի, նա պետք է որոշի։ Այսքանը։ Շնորհակալ եմ։ Եթե կարգավիճը դուք հարցնում եք գնում եմ այդ պատարագի թե ոչ, Ասենք վարչապետը ներկա է, զեղչում են, հանում են պատարագից կաթողիկոսի անունը, այդ պատարագը կարող է վարել մատուցել կարգալույծ քահանան, դուք ինչ եք այդ իմաստով ես ուզում եմ ասել, որ ես համամիտ եմ Փաշինյանի, պարոն Փաշինյանի ամբողջ օրին վաղուց պետք է արվեր դա։ Հիմա ընդունում եք թե չէ այդ կարգալույծությունը։ Ինչ պատասխանեմ, որ համաձայն եմ Փաշինյանի հետ, այսինքն որ ինքը ճիշտ է վարվում, վաղուց պետք է արվեր դա եւ նրան եւ Մոսկվայի թեմի առաջնորդին։ Չեք անհանգստանում, որ դա կարող է վնասել եկեղեցուն։ Ոչ, որովհետեւ հիմա ես հասկանում եմ, որ դա վաղուց պետք է արվեր, դա ընդհակառակի օգուտեղի եկեղեցու կլինի։ Ես հաճախում եմ եկեղեցի, ես հավատում եմ Աստծուն եւ նման Պարքագից չեմ ընդունում, ինչ որ հիմա է կատարվում մեր եկեղեցիներում։ Ձեզ դուր է գալիս այս իրավիճակը, երբ պարակտված է եկեղեցին, այդ սրբազանների 10-ը գոնե անցել են եկեղեցին մաքրելու գործին եւ մենք չենք հասկանում այդ մաքրությունը անողները իրենք մաքուր են արդյոք, օրինակ մենք չգիտենք այդ հարցի պատասխանը։
Գիտեք, ինչպես ես ասեմ, որ ճիշտ լինի։ Ասեք։ Մենք մահկանացու մարդիկ շատ տարբեր ենք եկեղեցու եկեղեցու պատգամավորներից, այսպես ասենք, հա։ Եվ իրենք եկեղեցուն Աստծուն աղոթողները, որ Աստծո խոսքը պետք է փոխանցեն մեզ, իրենք պետք է մտածեն, մնան թե գնան։ Եվ ոչ մեկը չի պատկերացնում, անգամ իրենք էլ երևի չեն պատկերացնում, թե աչքերը փակելուց հետո ում դեմն են կանգնելու։ Ես երկրում չեմ եղել, եղել եմ 2 տարի առաջ եւ ապշած եմ։ Ինչի վրա եք ապշած։ Ապշած եմ, թե ինչպես են եկեղեցու ծառայողները ուղղակի ամեն ինչ արվում է, որպեսզի ժողովրդին եկեղեցուց հետ պահեն, հավատքից հեռացնեն։ Ես այդպես եմ, դա իմ անձնական Շատ լավ, կարծիքն է։ իհարկե դուք պետք է ասեք ձեր կարծիքը։ Շնորհակալություն, որ ասեցիք։ Շնորհակալություն։ Գիտեք, երիտասարդներին հենց եկեղեցի բառն ասում, փախչում են եւ չեն պատասխանում։ Կուզեի ձեր կարծիքը։ Ես 2 անգամ գնացել եմ ուխտագնացության Երուսաղեմ, բայց էլ որևէ շարունակություն չեմ ուզում։ Օրինակ կարգալույց քահանայի պատարագի մասին ես դες համար կարևոր է որպես հավատացյալ։ Դժվար է զրուցել մարդկանց հետ, բարև ձեզ։ Ես եկեղեցու մասին եմ փոքրիկ հետազոտություն կատարում։ Մարդիկ ինչպես են վերաբերվում կարգալույց քահանաներին, կաթողիկոսին, պատարագներին, որոնք մատուցվում են, այսպես ասած, երկրի իշխանության հովանու ներքո։ Ինչ վերաբերմունք ունեք դուք։ Բայց երկիրը մնաց է, որ երկրի իշխանության ներքո շտահավոր վիճակ կա արդեն այս երկրում։ Չեք տեսնում, եթե արդեն հարցը հասնում է եկեղեցիներին, մեր սրբությանը, ուրեմն այս արդեն աշխարհի վերջն է։ Գիտեք, ես ահագին ժամանակ այսպես քայլում եմ, մարդիկ եկեղեցու անունը որ լսում են, ընդհանրապես չեն ուզում պատասխանել որևէ հարցի։ Շուտով չեք մտածում, որ ընդհանրապես քրիստոնեությունը կարող է դուրս գա այս երկրից։ Աստված չանի։ Աստված չանի, այո։ Հայ ենք, Հայաստանը մերն է, պետք է լինի եւ ապրելու ենք այս երկրում։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Ձեզ կարող եմ եկեղեցու մասին հարց տալ։ Պատարագների մասին, որ հիմա տեղի են ունենում։ Օրինակ հաջորդ կիրակի, Այս կարգալույցների պատարագի մասին է Այո։ խոսքը։ ինչ եք մտածում։ Տխայտարությունն է, ինչ մտածել։ Որտեղ նույնիսկ մտածելու կամ կասկածելու ինչ որ բան չկա այդ խայտարակության վերաբերյալ։ Այսօր մի քահանայի եւս կարգալույց են արել, բայց ես վստահ եմ, որ նա կհայտարարի, որ ինքը չի ընդունում այդ կարգալույցությունը։ Կանխատեսում եմ այնպես։ Գիտեք, ես չեմ կարծում, ես միգուցե եկեղեցական, այսինքն կրոնական կանոններին, հա, եկեղեցու ներսի քաղաքականությանը միգուցե լավ չեմ տիրապետում, բայց ես որպես հայ առաքելական քրիստոնյա ես համարում եմ նույնիսկ այն 10 սրբազաններ, որոնք գնացին մասնակցեցին այդ հողտվողի հավաքին, իրանց բոլորին պիտի կարգալույց արվի, որովհետև իրանք ես չեմ կարծում մի եկեղեցի, որը ունեցել է Գրիգոր Նարեկացու պես մեծություն, հա, լուսապսակ ճակատ, նման հոգևորականները կարող են այդ եկեղեցական հոգից լինել։ Նրանք ոչ միայն եկեղեցական են, նրանք մաքրում են եկեղեցին։ Գիտեք, դա իրանցից պետք է մաքրեն այդ եկեղեցին։ Իրանք իրանցից։ Գիտեք, այդ իմ խորը Ուցե սա համոզում։ էլ ինքնամաքրվելու մեկը ինձ ասաց, այսպես է եկեղեցին ինքնամաքրվում։ Գիտեք, Բացահայտվում դա են եւ եկեղեցին չի ինքնամաքրվում, որովհետև այս սադրանքը կառավարում է մի մարդ, որը այսօր կամած այն երկիրը, որը եկեղեցու հաշվին պահվել է, հայ առաքելական հավատքի հաշվին պահվել է, ինքն երկիրը տալիս է։ Ոնց կարա ինքը եկեղեցի մաքրի։ Սատանան ոնց կարա եկեղեցի մաքրի, չի կարա մաքրի եկեղեցի։ Մոտ 70 քաղաքապետարան ունենք։ 70։ Գյումրին ինչպես կարձականքի։ Չգիտեմ Գյումրին ինչպես կարձականքի, բայց ասենք թե իմ համար մի քիչ զարմանալի է, որ ժողովուրդը пассив է, էլի։ Այսքան քաղաքապետարյաններ, Բաքվի բանտում ունենք, Արցախի ղեկավարությունը, հիմա պետքա փողոցներում տեղ չներ, պետքա խեղդեին սրանց։ Սամվել Կարապետյանը ինչ ասեց մեր ձևով։ Ախր որ մտածես լոգիկ մարդ ինչ ասել է մեր ձևով, այդ ինչ որ կոչա, ինչ որ ինչ է այդ, որ տարեր փակել են։ Ու ժողովուրդը այդ ուտում է, էլի, այդ է խնդրը։ Ինչից է դա։ Անտարբերությունից։ Չէ։
Անտարբերություն։ Համաձայն չեմ դա այսօր հասարակության մեջ, ցավոք սրտի այսօր Հայաստանում որպես այդպեսին ձևավորված հասարակություն չկա, բայց համենայն դեպս այն հայ ազգը ինչ որ կորիզը մնացել է, բոլորն էլ ըմբոստացած են, բայց ցավոք սրտի այսօր թե ազգային ուժերի մեջ, թե ազգային մտածող ուժերի մեջ չկա մի առաջնորդ, որի հետևից ժողովուրդը կգնա, ժողովուրդը ինքնաբուխ ոչինչ չի կարող անել։ Այդ իմ խորը համոզմունքն է, որտեվ այս ամեն ինչին ինչ որ հա բոլորն ասում են, ժողովուրդը դուրս գան, հիմա ես դուրս եմ եկել փողոց, ես պատրաստ եմ ամեն քայլի։ Ինչ անեմ։ Ես չգիտեմ ինչ անեմ, ես ճանապարհները չգիտեմ, որովհետև ես ոչ ունեմ այդ իրավաբանական կրթությունը, որն է օրենքով, որն է հակաօրինական։ Ընտրություններին մնացել է մի քանի ամիս։ Կես տարի։ Եվ ինչ կլինի, կհասցնեն ընդդիմությունը կհասցնի դառնալ այդ առաջնորդը։ Ճիշտ ասած, ես չեմ հավատում, որ ընտրությունները չեն կեղծվի։ Ես ուզում եմ կոչ անեմ ձեր հետևորդներին, ով որ հետևելու է այս միջոցներին, Սա լրատվական հաղորդում չէ, բլոգ է եւ կարող եք խոսել։ եթե հասնի բանը ընտրություններին, ես կոչ կանեմ հասարակությանը, ես կխնդրեմ գնացեք, ընտրեք ում ուզեք, բայց սրանց ձայն մի տվեք, որովհետև այն ձայները, այն թերթիկները, որը մնում են սեղանին, այդ իրանց ձայներն են։ Ապայման գնան ուզում եք ասել։ Անպայման, միանշանակ բոլորը պետք է գնան ընտրության, բոլորը։ Մի մարդու նման դա համարեք, ասենք ոնց որ պատերազմում ռազմաճակատի պես բանա։ Պետք է գնալ ընտրության եւ յուրաքանչյուրը ով որ տենում է որևէ խախտում, որևէ կարուսել, որևէ չգիտեմ ինչ, մի քանի ընտրություն են կանցել, գիտեն կարուսելներ ինչա, մյուսներ ինչա։ Որևէ բան տենում են, անպայման պետք է ահազանգեն, անպայման պետք է արձանագրեն։ Ես ուզում եմ իմ աջակցությունը եւ իմ խորին հարգանքը հայտնեմ մեր կալանավորված սրբազաններին։ Իրանք հիմա ֆիզիկապես մեր կողքին չեն, բանտարկված են, բայց իրանք աղոթները մեր հետ է, պետք է մենք այդ աղոթքներով ուժեղ ենք։ Հուսում ենք, որ վեհապարը պինդ կգտնվի չի հասնվի, ամենակարևորը դա։ Ինձ վեհապարի քայլերը ձեզ դուր են գալիս։ Ես ով եմ, որ վեհապարի քայլերը դատեմ, բայց հույս ունեմ, որ պինդ կգտնվի։ Ինչպես կարձականք են գյումրեցիները, կհաջողվի այնտեղ զեղչել։ Ես կարծում եմ, որ գյումրեցիները պատարակ պետք է չանեն, քանի որ իրենց սրբազանը նստած է։ Երբ որ դուրս կգան, այն ժամանակ պատարակը բոլոր կանոններով, եկեղեցիական կանոններով կանոն։ Հիմա եթե Փաշինյանն է գնալու։ Ուզում է գնա, ինչ կապ ունի, ով է գնալու։ Եթե սրբազանը նստած է, սրբազանը կալանավորված է, այդ թեմը պետք է ընդհանրապես բոյկոտի հետ։ Առավել եւս եթե նայա գնալու, վերջ։